երանի թե երկինքը ճեղքելով վար իջնեիր։ Քու ներկայութենետ լեռները հալեին, խրյունները բռնկեցնող կրակի պես, ջուրերը եռացնող կրակի պես, որ քու անունը թշնամիներուդ հայտնեիր։ Ու ազգերը քու երեսետ դողային, երբ այն սոսկալի բաները ըրիր, որոնց չէինք հուսար, իջար և քու երեսետ լեռները հալեցան։ Քանզի սկիզբեն ի վեր չլսվեցավ ու ականջ չլսեց, և աչք չտեսավ քեզմե զատ ուրիշ աստվածմը, որ իրեն հուսացողներուն այսպիսի բաներ ընե։ Անոնց հանդիպեցար, որոնք ուրախությամբ արդարություն կնեն, և քու ճամփաներուդ մեջ քեզ կհիշեն։ Ահա բարկացար, վասնզի մեղք գործեցինք, և անոնց մեջ երկար ատեն մնացինք, արդյոք պիտի փրկվի՞նք։ Բայց ամենքս պիղծ բանի պես եղանք, ու մեր բոլոր արդար գործերը անմաքուր լաթի պես են։ Ամենքս տերևի պես կթառամինք, ու մեր անօրենությունները հովի պես մեզ կհեռացնեն։ Քու անունդ կանչող չկա, որ արթնա ու քեզմե ույժ խնդրե։ Քանզի քու երեսդ մեզմե ծածկեցիր, ու մեր անօրենություններուն պատճառով մեզ մաշեցուցիր։ Բայց հիմա ով Տեր, դուն մեր հայրն ես, մենք կավ ենք, ու դուն մեր բրուտն ես, ամենքս քու ձեռքիդ գործն ենք, շատ մի բարկանար, ով Տեր, ու մեր անօրենությունը հավիտյան մի հիշեր։ Ահա նայե, կաղաչենք, ամենքս քու ժողովուրդդ ենք։ Սուրբ քաղաքներդ անապատ եղան, Սիոն անապատ եղավ, Երուսաղեմ ավերակ եղավ, մեր սուրբ ու փառավոր տունը, որուն մեջ մեր հայրերը քեզ կորժնեին, հրոճարակ եղավ, մեր բոլոր ցանկալի տեղերը ամայացան, դեռ ինքզինքդ պիտի զսպես, ով Տեր, տակավին պիտի լռես, ու մեզ խիստ շատ պիտի նեղես։